Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, հարգելի լրագրողներ, ես մի հայտարարություն ունեմ։ Տեսեք, հիմա շատ է քննարկվում տարբեր քաղաքական իրադարձություններ, տարբեր քաղաքական հարցեր են տրվում, տարբեր մեղադրանքներ են հնչեցվում, ինչ եմ ես առաջարկում։ Առաջարկում եմ անել հետևյալը. ես առաջարկում եմ այն բոլոր ամենակարկառուն քաղաքական մեկնաբաններին, մասնավորապես խմբագիրներին, ովքեր այս օրերին տարբեր մեղադրանքներ են հնչեցնում, տարբեր ստատուսներ են գրում եւ տարբեր հաղորդումներում իրենց հեղինակավոր կարծիքն են հայտնում, հանդիպել։ Ես պատրաստ եմ հարցազրույց տալ բոլոր այն ընդդիմադիր լրատվականների խմբագիրներին կամ այն ներկայացուցիչին, որը որ իրենք կորոշեն, իրենց տաղավարում, իրենց տարածքում, իրենց նախընտրած հարթակում, կլինի դա թիվ 5 հեռուստաընկերության տաղավարը, թե որևիցե չգիտեմ, այլ հեռուստաընկերության կամ կայքի տաղավար։ Պայմանները շատ չեն, ես որևիցե պայման չեմ պատրաստվում դնել, որովհետև գիտակցում եմ, որ պայմանների պարագայում դրանք առիթ որպես կօգտագործվեն, որպեսզի խուսափել այդ հարցազրույցից, որովհետև դե հեշտ է, չէ՞, որ դուք ձեզ հրավիրում եք, նստում եք ինքներդ ձեր համակիրների առաջ, ասում եք, այո, իրանք ինչ վատն են, այո, իրանք դավաճան են, իրար ժպտում եք, իրար հետ ջղայնանում եք եւ գնում եք ձեր գործերով։ Մեկ այլ հարց է, երբ որ դուք դեմ առ դեմ հայտնվեք իշխանության ներկայացուցիչի հետ, իմ հետ օրինակ, եւ տակ ձեր հարցերը։ Ես դրան պատրաստ եմ, այլ հարց է պատրաստ եք դուք, թե ոչ, կընդունեք այս մարտահրավերը, թե ոչ, թե կգտնեք ինչ-որ պատճառներ, կհնչեցնեք ինչ-որ վիրավորանքներ, կհնչեցնեք ինչ-որ մեղադրանքներ եւ միևնույն ժամանակ կշարունակեք ինձ եւ իմ գործընկերներին քննարկել, լրագրողներին ուղարկել այստեղ ազգային ժողով ճեպազրույցի, որպեսզի իրենք իրար հերթ չտալով հարցեր հնչեցնեն ձեր լրահոսը լրացնելու համար։ Հիմա առաջարկը հետևյալն է, ես կգամ ձեր ուզած տաղավար, առաջարկում եմ, ես մոտավորապես պատկերացնում եմ հետևյալ անձանց, թող դա լինի Առավոտ թերթի գլխավոր խմբագիրը պարոն Աբրահամյանը, թող լինի ժուրնալիստների միության ղեկավարը Սաթիկը Սերյանյան, Հրապարակ օրաթերթի ղեկավարը խմբագիրը տիկին Արմինե Օհանյանը, Երևան Today-ը թող որոշի կամ, չգիտեմ, թիվ 5 հեռուստաալիքը թող որոշի իր ներկայացուցիչին, մի խոսքով մոտավորապես 4-5 ներկայացուցիչ ընդդիմադիր, միայն ընդդիմադիր լրատվականներից եւ որևիցե հարթակ ձեր հարթակը, ձեր ուզած հարթակը ես կգամ եւ ձեզ հարցազրույց կտամ։ Պայմանները ասեցի, լինում ենք իրար նկատմամբ հարգալից, ես գիտեմ, որ դուք բացասական եք վերաբերվում ինձ, իմ գործունեությանը, իմ գործընկերների գործունեությանը, գրեթե նույն վերաբերմունք ունեմ ես ձեր գործունեությանը, որովհետև խնդրում եմ կապ հաստատել իմ խոսնակի հետ եւ եկեք կազմակերպենք այդ հարցազրույցը։ Այն պետք է լինի չմոնտաժված, լինի մեկս մյուսին հարգելու տրամաբանության մեջ, լինի հարցերի եւ պատասխանների բացահայտման եւ ցույց տալու համար։ Շնորհակալություն, կսպասեմ այս իմ կողմից նետված ձեռնոցին ձեր պատասխանին։ Հուսամ չեք խուսափի, հուսամ ինչ-որ պատճառներ չեք գտնի, ինչ-որ առիթներ չեք մատնանշի եւ կգաք դեմ առ դեմ իշխանության ներկայացուցիչի հետ խոսեք եւ ձեր հարցերը հնչեցնեք, առավել եւս, որ ընդամենը մի քանի ամիս հետո համապետական ընտրություններ են։ Շնորհակալություն, կսպասեմ։